Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, Մեդիա Hub-ի հարգելի հետևորդներ, եւ այսպես այսօր կանրադառնանք տարածաշրջանում ընթացող գործընթացներին Նիկոլ Փաշինյանի արձագանքին։ Այն քննադատությունները, որ տարածաշրջանը գտնվում է պայթյունավտանգ իրավիճակում, իսկ Նիկոլ Փաշինյանը զբաղված է հայ առաքելական եկեղեցու վրա հարձակմամբ ու ընդդիմադիրներին հալածանքի ենթարկելով, իրականում Նիկոլ Փաշինյանին կտրում է այդ գլոբալ գործընթացներից, նրա անձի շուրջ ձևավորում է անմեղսունակի մի կերպար, որը ծառայում է հենց Նիկոլ Փաշինյանի օգտին, որովհետև անմեղսունակը պատասխանատու չէ իր քայլերի համար, անմեղսունակը չի կարող պատասխանատվություն կրել դրա հետևանքների համար, այլ խոսքով անմեղսունակը մի ապուշ է, որին չես կարող ենթարկել որևէ քրեական պատասխանատվության, այլ միայն կարող ես քննադատել ու այդքանով ամեն ինչ ավարտվի, որովհետև նա անմեղսունակ է։ Սակայն իրականում Նիկոլ Փաշինյանը անմեղսունակ չէ։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է գիտակցված ու հետևողականորեն։ Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը ունի երկու համատեքստ։ Նախ, այն ամբողջովին տեղավորվում է ազգային արժեքները արմատախիլ անելու Նիկոլ Փաշինյանի հետևողական գործընթացի համատեքստում, այսինքն դրա հանգրվաններից մեկն է, երկրորդը հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը ուղիղ կապ ունի տարածաշրջանում ընթացող գործընթացների հետ։ Նախ առաջինը ազգային արժեքների հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը արդեն տևական ժամանակ ոչնչացնում է մեր ազգային արժեքները։ Այդ ամենը սկսեց նրա կեղծ համադրությունից, ներողություն, կեղծ հակադրությունից իրական ու պատմական Հայաստանների։ Դրան հաջորդեցին նրա ծաղրանքները մեր պետական խորհրդանիշների հանդեպ, այնուհետև նրա փորձերը ջնջել հայի պատմական հիշողությունը եւ նրան տեղավորել այստեղ հաց, այստեղ կաց անասնական այդ տրամաբանության շրջանակներում։ Դրանք բոլորը հետևողական գործընթացներ են, իսկ հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը այդ հետևողական գործընթացի հանգրվաններից մեկն է։ Բացի դրանից, հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը ուղիղ կապ ունի, ելի եմ շեշտում, ուղիղ կապ ունի տարածաշրջանում ընթացող գործընթացների հետ։ Նիկոլ Փաշինյանը կատարում է երկու շատ կարևոր, իհարկե Թուրքիայի համար, շատ կարևոր առաքելություն։ Առաջինը այն է, որպեսզի Թուրքիայի վրայից մաքրի ցեղասպանության խարանը։ Երկրորդը Թուրքիայի համար ճանապարհ հարթի տարածաշրջանում նրա դերի ամեն դեպքում օգնի, որովհետև մի քիչ ճանապարհ հարթելը Նիկոլ Փաշինյանի համար ամպագորգոր է հնչում, որովհետև նա այն անձը չէ, նա այն խաղացողը չէ, որպեսզի եղանակ ստեղծի տարածաշրջանում, սակայն գոնե վեցնոցի տեսքով նա նպաստի Թուրքիայի տարածաշրջանում դերի բարձրացմանը եւ պանթուրանական գաղափարախոսության իրականացմանը։ Իդեպ այդ մասին խոստովանել է հենց ինքը Նիկոլ Փաշինյանը։ Սակայն կա մի շատ կարևոր շեշտադրում, քանի որ Նիկոլ Փաշինյանը չի կարող ուղիղ հրաժարվել ցեղասպանությունից կամ կասկածի տակ դնել ցեղասպանությունը, որովհետև նախ հրաժարվելը ցեղասպանությունից հանգեցնելու է քրեական պատասխանատվության, երկրորդը աշխարհի բազմաթիվ պետություններ ընդունել են ցեղասպանությունը որպես կայացած փաստ։ Նիկոլ Փաշինյանը գնում է այլ ճանապարհով։ Նա ոչ թե հերքում է ցեղասպանությունը, այլ ցեղասպանության համար մեղավոր է համարում հայերին։ Այո, ուղիղ խոսքով Նիկոլ Փաշինյանը ցեղասպանության մեղավոր ճանաչում է հայերին։ Թուրքիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը տառացիորեն ասաց հետևյալը. Հիմա մեջբերում եմ նրա խոսքերը ամբողջովին։ Մենք
Վերջին հարյուրամյակների ընթացքում հայտնվել ենք մայրուղում եւ անդադար ընկնում ենք ավտոմեքենայի տակ։ Այնուհետև Փաշինյանը հռետորական հարց է հնչեցնում, ինչու ենք ընկնում ավտոյի տակ եւ պատասխանում ինքն իր հարցին։ Ընկնում ենք ավտոյի տակ, որովհետեւ չգիտենք կանոնները, որովհետեւ մենք հայտնվել ենք միտեղ, որտեղ չպետք է լինեինք։ Ահա, Նիկոլ Փաշինյանը շատ ուղիղ խոսքով արդարացնում է Թուրքիայի գործողությունները, ընդ որում սկսած Աբդուլ Համիդի ժամանակներից, այնուհետև երիտ թուրքերի, հետո նաև այսօրվա թուրք-ադրբեջանական գործողությունները։ Ամբողջովին այդ ամենի համար մեղավոր է Սարգում հայերին։ Այսինքն մենք ցեղասպանվել ենք, որովհետև չենք իմացել կանոնները, որովհետև մի շատ կարևոր շեշտադրում նույնպես նա ասում է, որ մենք ընկնում ենք մեքենայի տակ, ոչ թե որ վարորդն է գազան, այլ մենք չպետք է լինեինք այդտեղ։ Նայեք, Թուրքիան ցեղասպանության ժամանակ առաջնորդվում էր Օտո Բիսմարկի չկա մարդ, չկա պրոբլեմ խոսքերով, եւ Նիկոլ Փաշինյանը լրացնում է այդ ամենը, եւ երբ որ Թուրքիան սկսեց հայերի զանգվածային տեղահանումը, երբ մեզ Դերձորի անապատով քշում էր, երբ մատնում էր սովի եւ հալածանքների, Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ Թուրքիան գազան չէր։ Պարզապես մենք էինք հայտնվել այնտեղ, որտեղ չպետք է լինեինք, եւ թուրքերը մեզ տեղահանում էր այնտեղից, որովհետև մենք չպետք է լինեինք այդտեղ։ Եվ Նիկոլ Փաշինյանը թուրքական յաթաղանի վրայից մաքրում է հայկական արյունը։ Թուրքերին սարքում է անմեղ, հայերին սարքում մեղավոր։ Ահա Նիկոլ Փաշինյանի դերակատարումը այսօր տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացներում։ Առաջինը այն է մաքրել Թուրքիայի վրայից այդ խարանը, որպեսի որևէ մեկը այսուհետ չկարողանա հայոց ցեղասպանությունը որպես մեղադրանք շպրտել Թուրքիայի երեսին, որովհետև եթե Հայաստանի Հանրապետությունը, ես Հայաստանի Հանրապետությունը ասելով այս պահին նկատի ունեմ նրա պաշտոնական իշխանություններին, եթե Հայաստանի Հանրապետության պաշտոնական իշխանությունները հրաժարվում են հայոց ցեղասպանությունից, բնականաբար նրանք Թուրքիայի ճանապարհից վերցնում են այդ քարը եւ այլևս որևէ մի պետություն չի կարող այդ մեղադրանքը շպրտել Թուրքիայի երեսին, որովհետեւ բուն հասցեատերը Հայաստանը հրաժարվել է այդ հիմնախնդրից։ Երկրորդ առաքելությունը, որ Նիկոլ Փաշինյանը այսօր կատարում է տարածաշրջանում ընթացող գործընթացներում, այն է Թուրքիայի նպաստել, ինչ արդեն հաղորդման սկզբում ասացի, նպաստել Թուրքիայի դերի բարձրացմանը այստեղ եւ հարթել պանթուրքիզմի գաղափարախոսության իրացման ճանապարհը։ Կրկին մեջ բերեմ նրա խոսքերը, որոնք նա հնչեցրեց էլի Թուրքիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։ Նա ասում է, որ մենք ասում ենք աման Թուրանը, սակայն մենք ինչ ենք ուզում, որ այդ մարդիկ չզարգանան, նա համեմատում է, ասում է նույնն է, որպեսզի Թուրքիայում լինեն քաղաքական ուժեր, որոնք Հայաստանին մեղադրեն նրա համար, որ Հայաստանը ուզում է զարգանալ։ Նա համեմատում է, որ մենք օրինակ ուզում ենք գնալ դեպի Եվրոմիություն, սա էլ շատ կարևոր շեշտադրում է, որի շուտով կանրադառնամ, որ մենք ուզում ենք գնանք Եվրոմիություն, բնականաբար այդ մարդիկ էլ դրա այս ամբողջը Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, այդ մարդիկ էլ ուզում են զարգանալ այնտեղ, որտեղ ունեն իրենց ազդեցությունը, որտեղ ունեն իրենց կապերը եւ այլն եւ այլն։ Եվ մենք չպետք է խանգարենք այդ գործընթացին, եթե նրանք ճանապարհ են ուզում, մենք այդ ճանապարհը պետք է տանք։ Այստեղ իհարկե խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը գալիս է մի այսպիսի եզրահանգման, որ եկեք մենք էլ ապրենք ու հնարավորություն տանք նաև ուրիշներին ապրելու։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը շատ ուղիղ խոսքով ընդունում է, որ Հայաստանը քար է Թուրքիայի ճանապարհին իր մեծ Թուրանի գաղափարախոսության այդ իրագործմանը հասնելու համար եւ հենց Նիկոլ Փաշինյանն էլ գալիս է
այն համոզման, որ այդ քարը, այսինքն Հայաստանի Հանրապետությունը պետք է վերացնել Թուրքիայի ճանապարհից։ Այսինքն ինքը հանձնառություն է վերցնում Հայաստանի Հանրապետությունը վերացնել Թուրքիայի ճանապարհից։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա նրա մատնանշումը, որ Հայաստանը ցանկանում է գնալ Եվրոմիություն, հետևաբար հնարավորություն պետք է տա, որպեսզի նաև թուրքերն էլ գնան այնտեղ, որտեղ ունեն իրենց կապերը, դա ուղիղ ակնարկներ ուղղված Ռուսաստանին։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը մի այլ ծառայություն նույնպես մատուցում է Թուրքիային։ Այն է Ռուսաստանին հնարավորինս արագ եւ հնարավորինս ամբողջական ծավալով օտարել Հայաստանի Հանրապետությունից։ Միայն ապուշը կարող է չգիտակցել, որ երբ Ռուսաստանը դուրս է գալիս Հայաստանից, Ռուսաստանի փոխարեն Հայաստան է մտնելու Թուրքիան։ Եվրոմիություն, Միացյալ Նահանգներ, դրանք բոլորը պարզապես Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական մանիպուլյացիաներն են։ Ոչ մի Եվրոմիություն եւ ոչ մի Միացյալ Նահանգներ Հայաստան չեն գալու։ Նրանք վերահսկողական մանդատը տալու են Թուրքիային բոլոր առումներով։ Այսինքն, եթե Ռուսաստանը դուրս է մղվում Հայաստանից, մենք ամբողջովին ու անվերապահորեն հայտնվում ենք թուրք-ադրբեջանական ազդեցության տակ։ Մենք ամբողջովին ու անվերապահորեն սպասարկում ենք թուրք-ադրբեջանական շահերը։ Բացի դրանից, Նիկոլ Փաշինյանը, քանի որ խոսք գնաց հայ առաքելական եկեղեցու մասին, Նիկոլ Փաշինյանը նաև մշակութային, ազգային առումով է ուզում Հայաստանի Հանրապետությունը վերացնել Թուրքիայի ճանապարհից։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ձգտում է հասնել նրան, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ապրեն այնպիսի հայեր, որոնք զուրկ կլինեն պատմական հիշողությունից, որոնք զուրկ կլինեն ազգային արժեքներից, որոնք զուրկ կլինեն իրենց արժեքները շարունակելու, ամրապնդելու, ձևավորելու, հզորացնելու ցանկությունից, չեն ունենա երազանք, չեն ունենա իղձ ու նպատակ, չեն ունենա այնպիսի եկեղեցի, որը հետամուտ կլինի այդ ազգային շահերի պահպանմանը ու ունակ կլինի հայ ժողովրդին առաջնորդնելու իր ճգնաժամային պահերին, ու այդպիսով Թուրքիան ամբողջովին ազատված կլինի իր հետագա գործողություններից։ Հարգելի հետևորդներ, իրականում սրանք են Նիկոլ Փաշինյանի իրական նպատակները։ Կուսակրոնություն, անկողին, քեռակին եւ այլն, դրանք բոլորը տափակաբանություններ են, հավատացեք։ Դրանք բոլորը ընդհանրապես շղարշներ են, դրանք բոլորը ընդհանրապես պատրվակներ են։ Մի մասը գուցե մոգոնված, մի մասը գուցե ոչ էականը դա չի։ Սակայն մենք չպետք է կենտրոնանանք նրա վրա, թե ով է խախտել կուսակրոնության ուխտը, ով ոչ, ով երեխա ունի, ով ոչ։ Մենք պետք է կենտրոնանանք Նիկոլ Փաշինյանի իրական նպատակների վրա։ Մինչև մենք ամբողջովին ի վեր չհանենք Նիկոլ Փաշինյանի նպատակներն ու չեզոքացնենք դրանք, մենք ամբողջովին վաղը մյուսօր մենք, մեր երեխաները ամբողջովին ծառա են դառնալու Հայաստանի Հանրապետությունում, ծառա են դառնալու թուրքերին ու ադրբեջանցիներին։ Հավատացեք, սա է մեզ համար պատրաստում Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար, եթե մենք չենք ուզում վաղը ուղիղ բառից բուն իմաստով մեր երկրում ծառայել թուրքերին ու ադրբեջանցիներին, որը իդեպ ժամանակավոր է լինելու, որովհետև նման զարգացման դեպքում անպայմանորեն գալու է այն օրը, երբ Հայաստանի Հանրապետությունում այլևս հայեր չեն ապրելու։ Եվ եթե չենք ուզում գա այդ օրը, մենք օր առաջ պետք է ազատվենք Նիկոլ Փաշինյանից, որպես ազգակործան աղետից։ Մենք պարզապես Նիկոլ Փաշինյանից ազատվելու այլ ընտրանք չունենք։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։